Լույս առօրյին շարունակում է ֆանտաստիկ տրամադրությամբ, ինչու, որովհետև մեր տաղավարում են շատ լավ մարդիկ առաջին հերթին։ Ու ըստ իս լավ մարդը չի կարող նվագել վատ երաժշտություն։ Լավ մարդը չի կարող վատ ներողություն։ Մենք նորից սկսենք, հա, ուղիղ եթե աճա։ Մեր տաղավարում են ֆանտաստիկ մարդիկ, լավ էներգիա, լավ տրամադրությամբ։ Ethno Colors-ը մեր եթերում, որովհետև մենք մշտապես ուշադրություն ենք դարձնում լավ երաժշտությանը, տաղանդավոր ֆանտաստիկ մարդկանց, ովքեր որ տարբերվում են մեր հայկական երգարվեստում, կինոյում, թատրոնում ու մշտապես բարձունքում են, բայց ցավոք սրտի կան հարթակները ընդհանրապես չեն անդրադառնում, պետք էլ չի, որովհետև գոյություն է այսօրացիան, օրինակ YouTube, կենտրոն հեռուստաընկերություն ու շատ լավ ֆորմատով հարթակներ։ Մեր հյուրերն են Ethno Colors խմբի ղեկավար պրոդյուսեր, երաժիշտ Արթուր Հարությունյանը, День добрый. Երգչուհի Սուսաննա Նաջարյանը, Կոմսոմոլկա спортсменка и просто красавица, եւ գիտարար Զարե Գասպարյանը։ Բարի լույս, ոնց ենք։ Շատ լավ, բարի լույս։ Այս մարդկանց ներկայությունից ես ամբողջությամբ սենց են որ խարերը բառնեցի, են որ ինչ պիտի ասեի, ոնց պիտի ասեի։ Ինչպես ենք։ Շատ լավ։ Հրաշալի։ Ունենք տեսալվակի պրեմիերա ու շատ սպասված սիրուն գործ։ Սա են հերթական են ճոխ մեքենաներ, տենց ինչ որ աղջիկներ, մանտես բաներ, ֆանտաստիկ գործ, սիրուն գործ, պրոֆեսիոնալ ամեն ինչ արած։ Ինչու ընտրվեց այս գործը։ Սկսենք զրոյից։ Քանի որ ունեինք երգեր, որոնք որ եւ խմբում են շատ սիրվում եւ հանդիսատեսի կողմից որոշեցինք ներկայացնել հանդիսատեսի դատին եւ սա այդ շարքից միակը չի, այսինքն կան մի քանի երգեր, որոնք շուտով կլսեք։ Ինքն է ընտրել երգը։ Արդեն պատասխանը։ Դե ինչ այսքաններ։ Եթերի համար այսքանն էինք պատրաստել։ Բայց ես զգացի եմ, որ ցենց միանգամից փոխանցեցինք ես, որովհետեւ ես կարծում եմ խմբում քո դերը, քո կարծիքը, քո ձայնը շատ է կարևորվում։ Դա այդպես է։ Այո։ Դերը մստեր ունի։ Ուղղակի մենք բավականին ժամանակա ուսումնասիրում ենք Օնիկ Բիգջանի երգերը։ Տիգրան Ուրբայի երգերը։ Ու ահագին երգեր ունենք, որ Հայաստանում ներկայացնում ենք իր կատարումը։ Ուղղակի մեր տարբերակով ավելի նոր մշակումով ենք ներկայանում։ Այդ երգը, որը կար, եւ ոնց ընտրությունը մեծամասն չեմ ասի, բոլորի սրտով էր, բայց քանի որ աշխատել ենք այդ երգի վրա եւ փորձեցինք ստանանք մի գույն այդ երգով։ Բայց փորձը ցույց է տվել նաև ձեր մատուցած մյուզիկից հետո, որ հասարակությունը այս ոճը ձեր մատուցումը, ձեր ձեռագիրը շատ է սիրում ու նման ստեղծագործությունները, որ կարծես նայում ես դժվար թե սիրեն, ձեր մատուցմամբ իրենք սիրված են դառնում։ Մենք լավ ենք նվագում։ Դրա մեջ է։ Իրականում եթե իրականում երգից հետո երբ որ մենք երգ ունենք միջև այս երգը Kismet-ը, մարդիկ մտածում են, որ այս երգից հետո նոր ինչ-որ ավելի ոնց ասած կոմերցիոն երգ պետք է լինի, բայց իրականում մեր համար տես չի, մենք փորձում ենք ներկայացնել լավ երգ եւ անպայման չի որ դա պետք է օգտագործվի հարսանեկան կամ չի միջոցառումների համար։ Այո, ցավոք սրտի հիմա շատ-շատերը երգեր են գրում, որը որ պետք է պարտադիր աշխատի հարսանեկին, պապա, բալես, աղջիկ, սիրուն տղա, բան, նշանած, հարսիկ ու տենց։ Չէ, դուք շարունակեք, խոսքը դրա մասին չի, բայց այս երաժշտությունը իրականում շատ է պակասել, որովհետև պետք է փաստենք նաև մի բան, որ բոլոր DJ-ներն, բոլոր առիթներին վերցնում են ձեր վերսիաները։ Այո, որտեղ այսօր մեզ ներկայացնողը շատ երևի թե տարածող DJ-ներն են։ Ու բնավ ես լավ ասացի, որ DJ-ներն են տարածում, որովհետև իօքուտ ձեզ։ Ուրիշ հարթակ չունենք, որ այսինքն մեզ տարածեն էլ։ Մենք ընկերների շնորհիվ կամ նման երաժշտությունը, որը օգտագործվում է առիթների ժամանակ, նման ձևով է տարածվում։ 2026-ը նոր է սկսվել, այսինքն երկրորդ ամիսն է արդեն գնում, հունվարը մի տեսակ շատ ավելի երկար էր, 68 օր էր հունվարը, բայց 2025-ի ընթացքում Ethno Colors-ը բավականին երկար բացակայում էր Հայաստանից, դա այդպես է թե ոչ, ինչումն էր բացակայություն, այսինքն պահանջարկը շատ մեծ է Ethno Colors-ի դրսում։ Չենք ասի բացակայել ենք, ուղղակի հանգստի ենք գնաց, հանգստանում ենք։ Դա Դուք հանգստացել եք։ Չէ, իրականում համերգներ ենք հանդես գալիս Հայաստանի տարբեր քաղաքների, տոների հետ կապված, նոր ինչ-որ ծրագրեր չենք անում երգերի հետ կապված,
մեր մոտ էլ կար մի փոքր պաուզա այդ առումով։ Բայց այս տարի հագարակ ուզում ենք ամիսը մեկ Մշակութային լինի եւ աշխատանքային եւ մշակութային։ Պատրաստում ենք մենահամերգի մեր 5 տարին նշենք Ethno-Colours-ի ապրիլ ամսին։ Ընդհանրապես մի համերգ է լինելու թե իրականում նման համերգ երևի թե մեծ առաջարկում պետք է լինի։ Հիմա փոխում ենք դրան պատրաստվենք։ Բայց մենք օրինակ մեր հյուրերը, օրինակ մեր նախորդ հյուրերը կարդալով փառատոն հիմնադիրներն էին ու նրանք այդ միտքը գապար նաև տանում են մարզեր։ Ինչը ըստ իս շատ կարևոր է, Երևանը օքեյ Երևան, բայց պետք է այս ամենը մարզերում անել ու արդյոք կան պլաններ, որովհետև մարզի բնակիչը շատ դեպքերում ոնց որ չունի հնարավորությունը գալու Երևան մասնակցելու ձեր համերգին ու ձեր երաժշտության, ձեր կարիքը մարզերում կա։ Կա արդյոք քննարկումներ ավելի շատացնել համերգները ու գնալ մարզեր։ Քանի որ անցած ամբողջ տարին մենք մարզերով պատտվել ենք ու մեկ-մեկ այս տարի հիշելուց անցած տարի ինչ ենք արել, հիմնականում մարզերն ենք հիշում, որտեղ Երևանում հաշված համերգներ ենք ունեցել։ Այս տարի նույնպես կկրկնվի, այսինքն էլի մարզերում համերգներ կունենանք, բայց Երևանն էլ աչքաթող չենք անի։ Միանշանակ։ Այո։ Կգին խոսենք տեսալակի մասին, հա մոռացել ենք ինչի համար ենք հավաքվել, որ տենց։ Կստացի ոնց եք։ Շատ լավ է։ Ինձ ես կողքից հետևում եմ, ինձ լավ է։ Խոսենք տեսալովակից, հա, ով է տեսալովակի ռեժիսորը, ովքեր են ներառված, ինչ աշխատանք է տարվել։ Տեսահոլովակի ռեժիսորը Լևոն Նախուշուդյան։ Երգը նշեցինք, որ Տիգրանակերտի Բարբարով է, Օնիկ Տինգջյանի երգերից է, կատարել է Ethno-Colours խումբը։ Ինչից եք դժգոհել։ Այդ ամբողջ աշխատանքի ընթացքում ինչ ձեր դուր չի եկել։ Չէ, ուտելիքը լավ է եղել, խորովածը Արտուրն ա արել Հարությունյան, դժգոհել եմ երգից, շարունակում եմ դժգոհել։ Մենք մեր հանդիսատեսին տեղի կասենք, ուղղակի որ կենտրոն հեռուստաընկերությունը մեզ համար տուն է եւ մենք կորցնում ենք։ Ինչ եք կորցնում։ Մեզ։ Դուք չտեսաք, որ ես էլ ամենասկզբում ես ինքս ինձ կորցեցի, երբ որ ձեզ պատրաստում եմ ներկայացնել, որովհետև ամեն ինչը խառնվել էր իրար իմ մոտ։ Դա հետո այդքանով սահմանափակում եք, վերջ, դուք գոհ եք ամեն ինչից տեսալովակի առումով։ Տեսալովակից շատ գոհ եմ։ Գունավոր տեսալովակ է, բավական դեպքում, սև սպիտակը արդեն մոդայից դուրս է եկել։ Ethno-Colours-ը լավ, նոր ինչ-որ համագործակցություններ, նոր ինչ-որ գաղափարներ ունի, դե համերգները հասկացանք, օքեյ կունենանք։ Նայեք, օրինակ ահավոր ձևի մեր մոտ մշակել ու գոյություն չունի այդ մշակույթը CD, չէ, CD թողարկել ընդհանրապես դուրս եկել, որովհետև on-line հարթակները կան, Spotify եւ այլն, ամենտեղ կարելի է լսել CD ընդհանրապես իմաստ չկա թողարկելու։ Դուք ոնց եք վերաբերում դրան, որովհետև արտերկրում, օրինակ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս CD-ն դեռ ակտուալ է մնում։ Իրականում ստեղ էլ է ակտուալ մնում, պատրաստում ենք նման CD-ի Ուղղակի դա այն կատարումներն են, որոնք դու չես գրկում մնացած տեղեր, այսինքն CD-ով մարդիկ վերցնում են դա լսելու ինչ-որ կատարումներ, որոնք դու միշտ չես օգտագործում։ Պատրաստում ենք CD-ի հետ կապված, հիմա ձայնագրվում ենք։ Նման էլի հին երգեր, բայց համագործակցության հետ կապված թող անակնկալ լինի, ունենք նաև դուետ, հիմա դա մեկ ամսից արդեն ձեր համերգին ընդառաջ երևի կլինի։ Այո։ Պատրաստում ենք բանալով։ Ֆանտաստիկ է։ Ethno-Colours-ին մենք արդյոք կարող ենք ինչ-որ տենց տարբերվող, այսինքն ձեր հիմիկա ոճից այլ ոճի մեջ ձեզ տեսնելու ու ապշելու, ասելու այ Ethno-Colours-ը sense բանել է։ Եթե խումբը ծվրվի, հնարավոր է։ Եթե միասին ենք դժվար։ Այսինքն իրապես ճիշտ հասկացա, ոճային առումով երբեմն տարաձայնություններ լինում է, ինչ որ նորություն, նորամուծություն, ինչ որ դետալներ ուզում է փոխվի, բայց ճանապարհը չեք շեղում։ Իրականում կա մոտեցում, այս մի քիչ փորձում ենք նաև էլեկտրոնային գործիքներ ընդգրկեն ձայնագրության մեջ, որ ավելի ոճային մի քիչ բան է, բայց իրականում չենք շփվում ոճի նման մեր մշակումից, որովհետև նման ծրագրով ենք սկսել նման մտքի շուրջ ենք հավաքվել, դժվար թե ուրիշ մեծ փոփոխություն լինի։
Ասա մի պահի մեջ տասը։ 11 հոգու մեջ հնարավոր չի որ տարաձայնություններ չլինեն։ Նորմալ էլ չի, որ Բայց դա չլինի։ նորմալ է որ տարաձայնություններ կան, ասեք։ Այո, Այսինքն բայց կոմպրոմիսների միշտ գնում ենք, ճարներետին։ միշտ կռիվ ենք անում։ Միշտ։ Դեռ ծեծ կրտուկի չի հասել ամեն ինչ, բայց Երբեմն։ այս տարի սպասվում։ Դե ըստիս դա շատ նորմալ է, որովհետեւ երբ որ ինչ-որ մի նոր նորմալ գործի շուրջ, մի նոր գաղափարի շուրջ, երբ որ պրոֆեսիոնալ տաղանդավոր մարդիկ հավաքվում են, տարաձայնությունները նորմալ է։ Ցանկացած նորմալ բան ստեղծվում է հենց այդ քննարկումների, տարաձայնությունների, վեճերի։ Չէ, վեճը շատ լինում է, երբ որ իրար չենք տեսնում, չաթով են գրվում, բայց երբ որ տեսնում ենք իրար, օրանում ենք դրա մասին։ Արդեն լուծված է լինում։ Շատ լավ, ես չեմ ուզում անդրադառնանք քիսմետ հետ կապված են YouTube-յան դեպքերին եւ այլն, փարկասուն ամեն ինչ օքեյ է, ամեն ինչ օքեյ է։ Չէ, բայց մեր համար արդեն Ուղղակի մարդիկ շատ են գրում այս կլիպի տակ, որ ուր է քիսմեթը չկա, քիսմեթը։ չկա ժողովուրդ ջան, չկա։ Դիվա մարդը նորից բլոկել է։ Չկա պետք էլ չի, այսպես ասած, չենք էլ ուզում լինի արդեն։ Հաղորդավոր եմ զգում։ Սոցիալական հարթակներում ակտիվությունը ինչպես է ուսանա, որովհետև Ethnocolors-ին եմ վերաբերում ոչ թե հենց ձեր անհատական էջին, որովհետև այսօր այդ հարթակներում մաքսիմալ պետք է հնարավորինս ակտիվ լինել, պահանջված լինելու համար, դա այն կետերից, բաղադրիչներից մեկն է։ Միանշանակ մենք փորձում ենք իրականում ակտիվությունը պահել եւ Facebook-յան եւ Instagram-յան եւ TikTok-յան հարթակներում, բայց երևի թե 2026-ը, երևի չէ, հաստատ 2026-ը շատ ավելի ակտիվ եւ սոցիալական հարթակներում եւ իրական կյանքում ավելի ակտիվ կլինի։ Որոշել ենք ամիսը մեկ նոր երգ թողարկել։ Այո։ Ահա, բայց ինչու է հենց այդ որոշման եկել։ Որտեվ անցած տարի մի հատ քիսմեթ ա եղել։ Նախ անցած տարի այն էլ եղել։ Դեկտեմբերին։ Մի վարքան անցած տարի ունեցել եք ընդամենը մի գործ 24 թվի դեկտեմբերին ենք ունեցել 25-ին չի լի։ 25-ին ոչ 25-ին, այսինքն չենք ունեցել համերգներ ենք փաստացի։ մենակ ունեցել։ Իրական ամբողջ տարի շատ քրտնաջան աշխատել ենք, համերգները շատ են եղել։ Բայց այս տարի որոշել ենք ամիսը մեկ նոր երգ։ Եթերով ասենք, որ անենք, էլի։ Այսինքն մի րոպե այս գործը մենք հունվար ամսին է պատկանելու։ Այո։ Կարող ենք փետրվար հաշվել սա։ Չէ, բա փետրվարին չունեք փետրվարի համար նախատեսված։ Փետրվարին հենց այսօր ձայնագրում։ Հենց այսօր գնում ենք ձայնագրության։ Այո։ Այստեղից հետո։ Շնորհակալ եմ, շատ Գաղտնիքներ ենք բացում։ գաղափարը շատ լավն է, կրկին օրինակ այս գործը, որ ընտրված էր, կրկին շարքից է լինելու այս երկրորդը։ Թե դա դեռ պետք չէ խոսել։ Չգիտենք ճիշտն ասած համագործակցությունը կլինի, դու այդ պետք է ներկայացնենք, թե արդեն շարքի մյուս երգը, բայց ամեն դեպքում դեռևս մոտակա 3-4 երգը լինելու են այս շարքից կամ Տիգրանակերտյան կամ Բալուի տարածաշրջանի երգեր։ Եվ համերգը համալիրում է լինելու թե չէ։ Չէ, համալիրում այդպես հովանավոր։ Եթերով ասենք հովանավոր չունենք, որ այդպես կարողանանք համալիրում ունենանք։ Համալիրում շուտ է, էլի մյուս տարի։ Չէ, բայց մեր ժանրի երգերը շատ քիչ են։ Մեր հասարակությունը շատ է սիրում։ Ըստ իս, միգուցե դուք ավելի եք հասկանում ժամանակն է, թե շուտ է, թե երբ, բայց համալիրը դուք կարող եք լցնել, այսպես ասած։ Այս վերջին տեսահոլովակի դիտումներից հետո մտածեցինք, որ չէ։ Իրականում քանի որ մեր երգերը լսում են, բայց չեմ կարծում որ նման շուկով գնան շատ մեծ համալիրում 9000 հոգի մարդ լսվի։ Ավելավալ լսեն, մենք էլ մեծ տեղեր դեռ չմտածենք համերգի մասին, թող շատ մեծ չլինի, բայց կանեն մարդիկ, որ լսում են լսեն։ Ես մենք բնավ ես բան չունեմ ասելու, համաձայն եմ, օքեյ, շատ լավ որ համալիրում համերգներ են դրվում եւ տոմսերը վաճառվում են, շատ լավ ողջունելի է, բայց կան համերգներ, որ նայում ես, որ այդ տոմսերը պետք է շատ արագ սպառվեն, բայց ցավոք սրտի համերգը մոտենում է չի սպառվում։ Նայում ես կան ներկայացումներ թատրոնում, որոնց տոմսերը շատ արագ պետք է սպառվեն, բայց իրականում չեն սպառվում, որտեղ մարդիկ պարզապես նստած են տարված են TikTok-յան, Instagram-յան եսի մինչերով ու իրականում որտեղ որ իրական ժամանակն է պետք ծախսել, ինչի տոմսերը պետք է գնել, ցավոք
սրտի դա չեն անում։ Ես ուսամ ձեր ապրիլյան համերգի մասին, օքեյ, ապրիլյան համերգի մասին մենք խոսենք մեր տաղավարից կրկին ավելի մանրամասն, եթե ժամանակ ունենք, հավես կունենաք գալու մեր մոտ, ձեր ծանրաբեռնվածության մեջ կգտնեք ժամանակ, դուք էլ անպայման գաք, որովհետև ամբողջ եթերը դուք խոսացիք։ Ինքը խոսացիք, մի բառ մենք չխոսացինք, շնորհակալ ենք շատ։ Հա, ինձ պրոստը վճարել էին այդքան։ Ինձ էլ։ Շնորհակալ եմ շատ, ուզում եմ հիշեցնել։ Կհանդիպենք հաջորդ ամիս նորից տեղում։ Մեր հյուրերն էին Ethno Colors խմբի ղեկավար պրոդյուսեր երաժիշտ Արթուր Հարությունյան, երգչի Սուսան Նամնաջարյան եւ գիտարար Զարե Գասպարյանը։ Շնորհակալ ենք շատ։ Մնացեք Կենտրոն հեռուստաընկերության հետ, տեսեք լավ երաժշտություն, կարդացեք գրքեր, որպեսզի լավ լինի։ Առայժմ